Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Նեհեմիայի գիրք 13-րդ գլուխ Քահանաներուն եւ ղևդացներուն ցանգը։ Ահավասիկ Սաղաթիելյան զորապապելի ու Հեսուի հետ բարձրացող քահանաներն ու ղևդացները։ Սարայա, Երեմիա, Եզրաս, Ամարիա, Մալուք, Քեդուս, Սեքենիա, Հրեյում, Մերամոտ, Աթով, Գանաթոն, Ափիա, Միամին, Մովաթիա, Փերկա, Սեմայա, Հովապիպ, Հետայա, Սալու, Ամոկ, Քերգիա, Հետայա։ Հեսուի օրերը ասոնք էին քահանաներուն գլխավորները իրենց եղբայրներով։ Ղևդացիները Հեսու, Փանվի, Գատմիել, Սարապիա, Հութա ու Մաթանիա, որ երջախումբին վրա նշանակված էր, ինք եւ իր եղբայրները։ Անոնց եղբայրները Փակփոգիա եւ Ուննի անոնց դիմաց իրենց բաշտոնին վրա էին։ Հեսու քահանայաբեդին Զարմը։ Հեսու ծնավ Հովագիմը, Հովագիմ ծնավ Եղիասիպը, Եղիասիպ ծնավ Հովյաթան, Հովյաթա ծնավ Հովնաթանը ու Հովնաթան ծնավ Հաթվան։ Քահանայական տասին գլխավորները։ Հովագիմի օրերը հետևյալներն էին նահաբեդ քահանաները։ Սարայայեն Մարայա, Երեմիայեն Անանիա, Եզրասեն Մեսուղամ, Ամարիայեն Հոհաննան, Մալուքեն Հովնաթան, Սապանիայեն Հովսեփ, Հարիմեն Ետնա, Մարիոթեն Քերգա, Աթովեն Զաքարիա, Գանաթոնեն Մեսուղամ, Ափիայեն Զեքրի, Մենյամինեն Մովյապտայեն Փաղդի, Փերկայեն Սամվա, Սեմայայեն Հովնաթան, Հովարիփեն Մաթանա, Հետայայեն Վոզի, Սալվեն Գալլա, Ամոգեն Եփեր, Քերգիայեն Ասապիա, Հետայայեն Նաթանայել։ Քահանայական եւ ղևդական ընտանիքներու արցնակությունը։ Եղիասիպի, Հովյաթայի, Հոհաննանի ու Հակվայի օրերը ղևդացիները, այսինքն անոնց նահաբետները արցնակրվեցան նաև քահանաները մինչև Բարսիկ Թարեհի թագավորությունը։ Ղևիի որդիներուն նահաբետները ժամանակակցության քիրքի մեջ արցնակրվեցան մինչև Եղիասապյան Հոհաննանի օրերը։ Դաջարին զարայության սահմանումը։ Ղևդացիներուն գլխավորներն էին Ասապիա, Սարապիա եւ Գատմիելի որդին Հեսու։ Անոնց եղբայրները իրենց դիմաց կգայնեին, որբեսի Աստուծո մարդուն Դավիթի պատվերին համաձայն կովապանեն ու շնորհակալ լան իրարուքով ճաշտոն գդարերով։ Մաթանիա, Փեկփոգիա, Ափթիա, Մեսուղամ, Դերմոն եւ Ագուբ թռներու շտեմարաններու մեջ բահաբան եղող թռնաբաններն էին։ Ասոնք ճաշտոնի վրա էին Հովսեթեգյան Հեսուի որդին Հովագիմի օրերը ու Նեհեմիա Գուսագալին եւ Եզրաս կահանային ու Թբիրին օրերը։ Նեհեմիա նվիրակորձե քաղաքին Բարիսպը։ Երուսաղեմի Բարիսպին նավագադիկին ադենը ղևդացիները փնտրեցին իրենց բոլոր դեղերուն մեջ, որբեսի զանոնք Երուսաղեմ բերեն եւ նավագադիկը կատարեն ուրախությամբ, շնորհակալական երգերով, ձնձղաներով, դավիղներով ու քդարներով։ Երկողներուն որդիները հավաքվեցան Երուսաղեմի շրջակա Թաշտեն, Նեդոփաթացիներու գյուղերեն, Քաղաքաղայի Դունեն ու Քապայի եւ Ազամոթի Թաշտերեն։ Արտարև երկողներ ու Երուսաղեմի շուրջ գյուղեր գառուցաներեին իրենց համար։ Քահանաներն ու ղևդացիները մաքրվեցան եւ ժողովուրդը թռներն ու Բարիսպը մաքրեցին։ Հութայի իշխանավորները Բարիսպին վրա բարձրացուցի եւ երկու մեծ երջախումբ նշանակեցի։ Մեկը Բարիսպին վրա աչքո մկալեց թեպի Աղբիթուրը, անոր յետևեն կացին Օվսիայի ու Հութայի իշխանավորներուն գեսը, նաեւ Ազարիա, Եզրաս, Մեսուղամ, Հութա, Բենյամին, Սեմայա ու Երեմիա եւ փողերով քահանաներու որդիներեն Ասապի որդիին, Զակուրի որդիին, Միքիայի որդիին, Մատանիայի որդիին, Սեմայայի որդիին, Հովնաթանի որդին Զաքարիա եւ անոր եղբայրները Սեմայա, Ազարիել, Միլալայ, Քիլալայ, Մայ, Նաթանայել, Հութա ու Անանի, Աստուծո մարդուն Դավիթի նվակարաններով։ Անոնց արչևեն Եզրաս Թբիրը գերտար։ Աղբյուրի թուրը հասնելով
իրենց արջև եղող Դավիթի քաղաքին աստիճաներեն բարձրացան բարիսպին զարիվերեն Դավիթի դունեն վեր դեպի արևելք մինչև Չուրի թուրը։ Մյուս երջախումբը հակառակ կողմը քնած բարիսպին վրա, ու ես անոր յետվեն նաև ժողովրդին գեսը փուրերու աշտարագեն մինչև լայն բարիսպը ու Եփրեմի թրամ վրայեն, հին թրամ վրայեն, Ցուգերու թրամ վրայեն, Անանիելի աշտարագեն ու Մեյայի աշտարագեն մինչև ոչխարներու թուրը եւ Փանդի թուրը գանք արին։ Երկու երջախումբներն ալ Աստուծո դան մեջ կայնեցան, նաև ես եւ ադենագալներուն գեսը, որոնք ինձի հետ էին։ Ու քահանաները Եղիագիմ, Մաասիա, Մինյամին, Միկիա, Եղիովենայի, Զաքարիա եւ Անանիա փողերով եւ Մաասիա, Սեմայա, Եղիազար, Ոզի, Հոհաննան, Մեղքիա, Եղամ ու Եզեր։ Այն ադեն երկողները իրենց վերադեսուչին Հեզերիայի հետ իրենց ցայնը լսել դվին։ Այդ օրը մեծ զոհեր մատուցանեցին եւ ուրախացան, որովհետեւ Աստված մեծապես ուրախացուց ցանոնք։ Գիներն ու զավակներն ալ ուրախացան եւ Երուսաղեմի ուրախությունը հերավոր դեղերեն ալ լսվեցավ։ Բաշտամունքի բادرաստություն դաջարի մեջ։ Այդ օրը մարդիկ նշանակվեցան այն սենյակներուն վրա, որոնք բարձրացնելիք ընձաներուն, երախայրիկին ու դասանորդներուն հատկացված էին իբր ըշտեմարան, որբեսի անոնց մեջ թիզեն քաղաքներուն, արդերեն բերված քահանաներուն եւ ղևդացներուն օրինավոր բաժինները։ Արտարև հութա բաշտոն գդարող քահանաներուն եւ ղևդացներուն համար ուրախացավ, որովհետեւ անոնք երկողներուն ու թռնաբաններուն հետ իրենց աստուծույն բաշտոնը եւ մաքրության բաշտոնը կգադարեին։ Դավիթի ու անոր որդիին Սողոմոնի բադվերին համաձայն։ Արտարև վաղուց Դավիթի եւ Ասապի օրերը երկողներու գլխավորներ գային, նաեւ Աստուծո կովապանության ու շնորհակալության երգեր։ Զորապապելի օրերը եւ Նեեմիայի օրերը ամբողջ Իսրայելը երկողներուն ու թռնաբաններուն բաժինները գուտար, ամեն օր իր բաժինը։ Սուրբ բաները ղևդացներուն գվերաբահեին, ղևդացիներն ալ Ահարոնի որդիներուն գվերաբահեին։ Փառք ես Դեր Աստված մեր։ Ամեն։